Սոցիալծառայության տարածքային բաժանմունք հասնելու փոխարեն պետք է ընդամենը հավաքել e-pension.am հասցեն։ Նորածինների միանվագ նպաստի համար մինչև ամսվա վերջ հնարավոր կլինի դիմել նաև առցանց։ Ցուցումներ կլինեն սայթում, բավական հուշող, բավական մատչելի, ինչը քաղաքացուն շատ պարզ կասի, թե որտեղ մտնի, ինչպես լրացնի իր անուն ազգանունը, երեխայի անուն ազգանունը, բանկային հաշվի համարը կամ այն բանկի անվանումը, որտեղից ցանկանում է ստանալ։ Մինչև այս շահառուն կամ նրա վստահված անձը մինչև երեխայի 1 տարին լրանալն այցելում էր սոցիալծառայություն, գրում դիմումն ու ներկայացնում փաստաթղթերը։ Հիմա նույնիսկ փաստաթղթերի կարիք չկա։ Փաստաթղթերը արդեն իսկ առկա են պետական մարմինների կողմից վարվող տեղեկատվական բազաներում։ Մեզ կմնա միայն նույնականացնել տվյալները։ Առցանց դիմում հնարավոր է ներկայացնել առայժմ առաջին եւ երկրորդ երեխայի դեպքում։ Երրորդ երեխայից սկսած պետք է այցելել տարածքային բաժանմունք։ Եվս մեկ դեպք, որի ժամանակ առցանց դիմումը չի աշխատում։ Առցանց դիմումները կարող են ներկայացվել բացառապես այն դեպքերում, եթե երեխայի ծնունդը գրանցվել է Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն այդ տվյալը առկա է մեր քաղաքացիական կացության ակտերի գրանցման տեղեկատվական բազայում։ Որ բանկից ստանալ նորածնի միանվագ նպաստը նշված կլինի կայքում։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առայժմ մի քանի բանկերի հետ է աշխատում։ Դրանց թիվն ամեն օր ավելանում է։ Նելի Հարությունյան, Վահրամ Ավագյան, ժամը լրատվական։